Ես ուզում եմ հավելել, որ սա իրոք շատ երկար սպասված որոշում է եւ մեր երեխաների, փաստացի հարյուրավոր երեխաների կյանքը էականորեն փոխելու է։ Իհարկե կային ծնողներ, որ մինչև այդ էլ էին օգտագործում այդ նորագույն եւ ըստ էության աշխարհում ավելի նոր մեթոդ չկա։ Այս էլ պետքա ֆիքսենք, որ իրոք ամենավերջի սերնդի մեթոդն է օգտագործվելու, բայց դրանք շատ քիչ են, որտեղ սարքերը բավական թանկ են եւ այդ սպառվող մասերն էլ են բավական թանկ։ Իհարկե մինչև այդ էլ ինչպես Տիկին Ավանեսյանը նշեց, մեր երեխաները ստացել են թե ստրիպ երիզները իրենց գլյուկոմետրերի համար, որ էլի պետության կողմից են տրամադրվել, թե շատ կարևոր էր այդ 18-ից 28-ի ընդլայնումը, որտեղ դա նաև ընդառաջ էր մեր ծնողների խնդրանքներին, քանի որ հենց 18-ում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելիս արդեն որպես չափահաս նրանցից շատերը գնահատվում էին այնպիսի աստիճանի սահմանափակումով, որը նախկին ավանդական հաշմանդամություն կոչվող համակարգում հաշմանդամություն չէր համարվում եւ նրանք առաջ էին բարձրացնում իրենց առողջական խնդիրները լուծելու հարցը, ինչը հաշմանդամություն ունեցողների դեպքում պետպատվերով էր։ Այս շատ կարևոր էր, ու մենք անդադար հանդիպում ենք մեր ծնողների հետ, այս հարցերը լսում ենք եւ մենք էլ իրար հետ խոսել ենք, պարոն վարչապետ, եթե հիշում եք, որ ես ասացի, որ եթե բյուջետային միջոցներ լինեն ու այս հարցը լուծվի, դա շատ մեծ առավելություն կլինի այդ ծնողների համար։ Ուզում եմ նաեւ հատուկ շեշտել, որ այդ ձեր ասած ֆունկցիոնալության գնահատումը իրոք արվում է միջազգային դասակարգիչներով, այսինքն այստեղ որևէ նորամուծություն չկա եւ այդ ապրելակերպի տեսակի վերածելը հաշմանդամությունը մեր քաղաքականությունն է, որը ես կարող եմ ասել, որ հաջողությամբ տեղի է ունենում։ Դա նաև ինչի է բերում։ Մենք տալիս ենք աջակցող միջոցներ դրա հիման վրա, ավելի լայն կազմով աջակցող միջոցներ, այդ թվում են քաղաքացիներին, որոնց էլի սահմանափակումը չի անցնում հաշմանդամության շեմը, եթե նրանք անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում եւ ունենում են թեթև սահմանափակումներ։ Նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ ինչի էին մեր քաղաքացիները նաև ուզում այդ հաշմանդամությունը եւ ինչպես այդ հարցը լուծվելու նաև ապահովագրության միջոցով։ Իրենք այդ հաշմանդամության կարգերը ուզում են, որտեվ դրանով էլի պետպատվեր էին ստանում եւ քաղաքացիների մի զգալի մասի համար այդ հարցը լուծվելու է, հուսով ենք հունվարի 1-ից մեկնարկող ապահովագրությունով եւ արդեն կարծես է արհեստական ճնշում մեր գնահատողների վրա կամ առնվազն չի լինի կամ կքչանա այդ ճնշումը։ Հիմա տեսեք, նույն հենց երեխաների եւ 28 տարի, այսինքն ըստ էության առողջության ապահովագրությունը համընդհանուր պետքա այդ բոլոր խնդիրները լուծի։ Նրան գումարած այդ աջակցությունը սարքի երեխաների դեպքում երեխաների ապահովագրությունը այսպես թե այնպես լուծվելու էր, գումարած սարքերը, գումարած դեղամիջոցները, այսինքն այո, այդ կարգերի հետ կապված շատ անհարթություններ նաև հարթվում են այս որոշումներով։ Մի կարճ բան էլ, որտեղ մենք հաճախ խոսում ենք անպայման սա ֆիքսենք, սա իրապես հարյուրավոր եւ եթե բոլորին ենք տրամադրում ըստ էության 1000-ից ավել երեխաների կյանքում տենց շոշափելի բան փոխող որոշում է, որտեղ մենք հեղափոխական փոփոխություն է, եթե երեխան 3 անգամ նույնիսկ շատ մատը չեն ծակելու, հետո եկեք պատկերացնենք, 3 անգամ մատներս ծակում ենք։ Այսինքն չեն ծակելու մատը, դա նշանակում է 3 անգամ այդ ցավը չի զգալու երեխան, դա շատ էական փոփոխություն է։ Այսինքն մարդու կյանքում դա շատ էական փոփոխություն է, երեխա լինի թե մեծ լինի։ Համեցեք Տիկին Ավանեսյան։ Եթե թույլ տաք պարոն վարչապետ, նաև նույն քաղցկեղի բուժված երեխայի առումով շատ կարևոր է, որ մենք այո, ինչպես ասում եք, որ երեխան առողջ է եւ նա պիտի ինքն էլ իրեն առողջ համարի եւ ընկալի եւ հաշմանդամություն ունենալ չունենալը ըստ էության առողջապահական առումով որևէ բան չի փոխելու իր կյանքում։ Պետությունը անկախ այդ գնահատումներից երեխային մինչև 18 տարեկան բոլորին ամբողջական փաթեթը ինչ որ հնարավոր է պետական պատվերի շրջանակներում այսպես թե այնպես հոգում է եւ այստեղ էլ գիտակցության փոփոխությունը շատ կարեւոր է, որ եթե երեխան բուժվել է, այլևս մենք նրան առողջ ենք դիտարկում, հաջորդիվ սպասարկումն էլ իրականացնում ենք պետության պատվերով։ Այդ էլ պետք է չմոռանանք նշել, որ առողջապահության ապահովագրություն ինքը համապարփակ չի, ամեն ինչ չի, որ ծածկում է, բայց հաստատ ապահովագրությունով ավելի մեծ փաթեթ են ստանալու շահառուները, քան պետպատվերով ստանում են եւ շահառուների թիվը էականորեն ավելի մեծ է լինելու, քան պետպատվերի շահառուների թիվը։
Շատ լավ, հարգելի գործընկերներ, եթե այլ դիտարկումներ չկան, այսինքն միջև տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ արդեն ամբողջը, շատ կարևոր է, որ դուք ճիշտ նշեցիք, որ նաև ծնողներին եւ երեխաներին նորմալ խորհրդատվություն տրվի, որովհետեւ չգիտեմ, դա խնամք է պահանջում, վերջը լոգանք ընդունել կա եւ այլն, ոնց է տենց դեպքերում, որ չխափանվի, չպոկվի եւ այլն, չգիտեմ, ես այդ սարքը չգիտեմ ոնց է աշխատում, բայց ամեն դեպքում պետք է նաեւ մեր սիրելի երեխաները եւ ծնողները խնամքով վերաբերվեն, որովհետեւ մենակ հարցային չի, որ թանկարժեք է, ձեռք ենք բերում լիարժեք նպատակին ծառայի։